Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1557-րդ օրն է, շատ պոզիտիվ եւ կարեւոր նախազգուշական նորություններ ունենք, բայց կփորձեմ կարճ ներկայացնել ձեզ համար ամենակարևորը, որպեսզի հանգստյան օրը շատ ժամանակ չտրամադրեք լուրերին, բայց ունենաք լավ տրամադրություն։ Ռազմաճակատում ռուսական զորքերը իսկական ջախջախում են ապրում, որոնց հաշվի չառնելով ռեսուրսների եւ լոգիստիկայի պակասը պուտինյան հրամանատարները քշում են սպանդի։ Խոսենք նաեւ Ուկրաինայի եւ Հայաստանի վերաբերյալ միջազգային քաղաքականության որոշ նրբությունների մասին, դե իսկ ձեր տրամադրությունը միանգամից բարձրացնելու համար կսկսեմ ռուսական թիրախների անցած գիշերվա խոցումներից, արդյունքները պարզապես փառահեղ են ստացվել։ Մայիսի 30-ի գիշերը անհավանական թեժ ստացվեց, ուկրաինական դրոնները կազմակերպել են շաբաթվա ամենամասշտաբային գրոհը, բառացիորեն գերբեռնելով ռուսական հոպը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է 13 տարածաշրջանների եւ Ազովի ծովի վրա ռեկորդային քանակի դրոնների իբր խոցելու մասին, բայց փաստացիորեն թշնամու խորը թիկունքում բարի դրոնները խոցել են ամենայուղոտ ռազմական թիրախները, եթե կարելի է այդպես ասել։ Ուկրաինայի դրոնների համակարգերի ուժերի հրամանատարությունը ամփոփել է մայիսի 30-ի գիշերը Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգի շրջանում ռազմական օբյեկտների վրա իրականացված հաջող հարձակման արդյունքները։ Տագանրոգի նավահանգստին հասցված հարվածների մասին հաղորդվում էր այսօր առավոտյան։ Դրոնների համակարգերի ուժերի տվյալներով հարված է հասցվել ռազմական օդանավակայանի տարածքին, որտեղ խոցվել են 2 Tu-142 ինքնաթիռները։ Դրանք օկուպանտների բանակի կողմից օգտագործվում են հեռահար պարեկության համար։ Սրանք ծովային հեռահար հետախուզության ծայրահեղ հազվագյուտ եւ թանկարժեք մեքենաներ են։ Բացի այդ, դրոնների համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Մադյար-Բրովդին հայտնել է Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի ոչնչացման մասին։ Ըստ նրա տեղեկությունների, կայանքը գտնվել է Տագանրոգի արվարձաններում գտնվող մեկնարկային դիրքերից մեկում, այսինքն պատրաստվում էր հարված հասցնել Ուկրաինային, բայց Մադյարի դրոնները նրան քիչ ավելի շուտ տեսան, ինչը շատ կարևոր է, որքան քիչ Իսկանդերներ ունենա Ռուսաստանը, այնքան քիչ կկարողանա հարվածել Ուկրաինային։ Չնայած առաջիկա հարվածը, որ Պուտինը նախապատրաստվում է հասցնել Ուկրաինային, խոսքը գնում է հիմնականում ցերկոն հրթիռների մասին, բայց կգա օրը կիմանանք։ Մադյարի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ խոցված թիրախների ցանկը կարող է ավելի լայն լինել, քան այս պահին պաշտոնապես հայտարարված է։ Նա հավելել է, որ ավելի ուշ տվյալներ կլինեն օկուպանտների նավահանգստային ենթակառուցվածքների վրա հարձակման արդյունքների վերաբերյալ։ Այսօրվա առավոտվա գլխավոր թեման մայիսի 30-ի գիշերը թշնամու ռազմական եւ լոգիստիկ ենթակառուցվածքների օբյեկտներին Ուկրաինայի պաշտպանության ուժերի հասցված մասշտաբային եւ համակարգված գիշերային հարձակումն է։ Ռոստովի մարզին հասցված հարվածները կաթվածահար են արել Տագանրոգը։ Տեղի բնակիչները ամբողջ գիշեր հայտնում են պայթյունների մասին Տագանրոգի ծովածոցի եւ ավիացիոն գործարանի շրջանում։ Նահանգապետ Սլյուսարը պաշտոնապես խոստովանել է, որ դրոնների հարձակումից հետո Տագանրոգի ծովային նավահանգստում խոշոր հրդեհ է բռնկվել, այրվել են վարչական շենքը, վառելիքի ռեզերվուարը եւ անմիջապես նավթային տանկերը։ Քաղաքապետը հաստատել է նավամատույցի ենթակառուցվածքների վնասումը։ Հրդեհ է բռնկվել նաեւ Կրասնոդարի երկրամասի նավթաբազայում։ Տեղական իշխանությունները հաստատել են գիշերային հարվածը Արմավիր քաղաքում գտնվող Հարավային նավթային ընկերության նավթաբազային։ Օբյեկտում ուժգին հրդեհ է սկսվել, ավերածությունների մասշտաբները այս պահին ճշտվում են։ Բոլոր հնարավոր կադրերը, ինչպես միշտ, մեր Telegram-ում են, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Բոլոր մեր եթերների նկարագրության մեջ հղումը մեր Telegram-ի վրա դրված է, տեղակայված է եւ մեկնաբանություններում ամենավերևում ամրացնում ենք բոլոր եթերների տակ։ Հարված է հասցվել նաեւ ժամանակավորապես օկուպացված Ղրիմին։ Գիշերը հզոր պայթյուններ են որոտացել ժամանակավորապես օկուպացված Թեոդոսիայում։ Ականատեսները հայտնել են հարվածների մասին տեղի նավթաբազայի շրջանում, որն օգտագործվում է ռուսական զորքերի Սևծովյան խմբավորումը վառելիքով ապահովելու համար։ Z խմբերում խուճապ է, ռուսական ռազմական թղթակիցները հայտարարում են, որ ուկրաինական դրոնները գործել են հսկայական խմբերով եւ ալիքներով, ինչի պատճառով Կրասնոդարի երկրամասի եւ Ռոստովի մարզի հոբ համակարգերը ֆիզիկապես սպառվել են ու չեն հասցրել վերալիցքավորվել։ Տանկերի եւ բազաների խոցման հաստատումը արդեն պաշտոնական է։ Ուկրաինական հրամանատարությունը պաշտոնապես հաստատել է Տագանրոգի նավահանգստում ռուսական ստվերային նավատորմի տանկերի ոչնչացումը, ինչպես նաեւ հաջող հարված
զինվորները հենց Տագանրոգի եւ օկուպացված Թեոդոսիայի նավթաբազաներին, Ուկրաինայի գլխավոր շտաբում դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանում ռուսական էջերի տեղեկությունները Տագանրոգի ավիավերանորոգման գործարանի ենթակառուցվածքների վնասների վերաբերյալ, ինչպես նաեւ գիշերային պայթյունների արդյունքները Բելգրադի եւ Բրյանսկի մարզերում, որտեղ հակառակորդի ՀՕՊ-ը աշխատել է ողջ գիշեր, ամենայն հավանականությամբ հետախույզները դեռ աշխատում են տվյալների վրա, մենք հետևում ենք թարմացումներին եւ տեղեկատվության հայտնվելուն պես անմիջապես ձեզ կհայտնենք կամ Telegram-ում կամ YouTube-ում։ Այժմ խնդրում եմ մի քանի վայրկյանով դադար տալ եւ լայքել մեր եթերը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում տարածել սոցիալական ցանցերում։ Սա զուտ YouTube-ի ալգորիթմների համար է։ Ձեր օգնությունը իրոք շատ նշանակալի է, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Հասանք ռազմական թվերին, ռազմաճակատում ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են։ Անցած մեկ օրվա ընթացքում այնտեղ տեղի է ունեցել 291 մարտական բախում, որոնց արդյունքում Ռուսաստանը կորցրել է ևս 1430 զինվոր եւ 2363 միավոր տեխնիկա, հրթիռ, տրանսպորտ եւ սպառազինություն։ Պատկերացնում եք, չէ՞, 1430 զինվոր մեկ օրվա ընթացքում։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Իսկ Պուտինյան բանակի ընդհանուր կորուստների թիվը 22 թվականի փետրվարից մինչ այսօր առավոտ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով, ինչը հաստատվում է լուսանկարահանման եւ տեսանկարահանման տվյալներով, հասել է արդեն 1,362,500-ի։ Դե եթե սա ջարդ չէ, ապա էլ ինչպես կարելի է անվանել, բայց իհարկե Պուտինի դարդը իր իշխանությունը երկարացնելն է, ոչ թե ռուս զինվորների կյանքը։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի զինված ուժերը վերադարձրել են նախաձեռնությունը ռազմաճակատում, առաջ խաղացում կա Դոնեցկի եւ Զապորոժիայի մարզերի սահմանագծին, Ուկրաինայի պաշտպանության ուժերը առաջ են շարժվել Դոնեցկի եւ Զապորոժիայի մարզերի հատման կետում, ամբողջությամբ ազատագրել են Նովոսիոլովկան եւ դրա շրջակայքը, ինչպես նաեւ զննում ու մաքրում են իրականացնում մոտ 6 այլ գյուղերի մոտակայքում։ Ռուսաստանը կորցրել է եւս մոտ 50 քառակուսի կիլոմետր տարածք։ Այո, սա տակտիկական հաջողություն է, ոչ թե օպերատիվ խորությամբ առաջխաղացման մասին դեռ խոսք չկա, սա գործողություն է նպատակաուղղված հարմար դիրքեր գրավելուն, հետագա ռազմավարական պաշտպանություն վարելու համար։ Եվ այնուամենայնիվ Կուրսկի գործողության պահից ի վեր Ուկրաինան միայն պաշտպանվում էր եւ Ուկրաինայի զինված ուժերի բոլոր հակահարձակողական գործողությունները եղել են կամ արձագանքման տարեր, Կուպյանսկի մաքրումը ներթափանցումից կամ ֆորս-մաժորային իրավիճակներ, Ռուսաստանի զինված ուժերի ճեղքման վերացումը Դաբրոպոլիայի թևում, նույնը վերաբերվում էր այս տարվա փետրվարից սկսած հարավային ուղղությամբ հակահարձակողական գործողություններին, իսկ այստեղ ակնհայտ է պլանավորված հաջող հարձակողական գործողություն ռազմաճակատի կոնկրետ ընտրված հատվածում, թեկուզ եւ տակտիկական նշանակության։ Պարզ լեզվով ասած, սա կոչվում է նախաձեռնություն մարտի դաշտում, սկզբից հակահարվածային, հետո արդեն ինքնուրույն գրոհային գործողության կազմակերպում։ Ռուսները փախչում են մի քանի ուղղություններով, պարտիզանների աթեշ խումբը պատմել է Ուկրաինայի արդյունավետ հարվածների մասին, Ուկրաինայի պաշտպանության ուժերը ել ավելի արդյունավետ հարվածներ են հասցնում օկուպանտների միջին հեռահարության օբյեկտներին, վերջին շրջանում նկատելիորեն աճել է հարվածների քանակը Զապորոժիայի եւ Դոնեցկի մարզերում ռուսական բանակի դաշտային պահեստների, հրամանատարական կետերի եւ լոգիստիկայի ուղղությամբ, պարտիզանների տվյալներով ուկրաինական Hornet դրոնները ակտիվորեն աշխատում են Տագանրոգ-Ջանկոյ ավտոճանապարհի երկայնքով, որը մնում է ողջ հարավային ուղղությամբ մատակարարման գլխավոր զարկերակը։ Ընդ որում նման հարվածների խորությունը մշտապես մեծանում է, իսկ այն օբյեկտները, որոնք դեռ 1 տարի առաջ համարվում էին անհասանելի, այժմ կանոնավոր կերպով դառնում են թիրախներ, ինչպես պնդում են պարտիզանները, պահեստներն ու ենթակառուցվածքները, որոնք անձեռնամխելի էին 22 թվականից, հիմա ոչնչացվում են մեկը մյուսի հետևից։ Այս ֆոնին ռուսական հրամանատարությունը շտաբ կարգով տեղափոխում է կանգուն մնացած ռեզերվները ել ավելի հեռու Մարիուպոլից այն կողմ, փորձելով դրանք դուրս բերել խոցման գոտուց, բայց ինչպես արդեն ասել եմ անցած եթերների ընթացքում, Ուկրաինան արդեն քայլ առ քայլ օդային գերակշռություն է հաստատում նաև Ռոստովի մարզի օդում։ Միևնույն ժամանակ հենց այս պատճառով բարդանում է առաջնագծի ստորաբաժանումների մատակարարումը, սա կարող է ազդել ռուսական բանակի հարձակողական գործողությունների տեմպերի եւ ռազմաճակատում ճնշումը պահպանելու նրա կարողության վրա։ Պուտինը մեկ ամսվա մեջ արդեն
արդեն երկրորդ անգամ հայտարարեց Ուկրաինայի հետ պատերազմի շուտապույտ ավարտի մասին, միևնույն ժամանակ հավատարիմ մնալով հին գծին ուկրաինական զորքերի վրա իբր գործադրվող մեծ ճնշման մասին, գլխից մեծ բաներ է խոսում։ Կարծիք կա, որ այս կերպ Կրեմլը ամեն դեպքում փորձում է տեղեկատվական հող նախապատրաստել, որպիսի ջախջախիչ պարտության դեպքում ռուսներին հակառակ պատկերը ներկայացնի, բայց եթե անկեղծ լինենք, նույնիսկ չեմ պատկերացնում, թե Ռուսաստանի իշխանությունները ինչ կարող են ներկայացնել իրենց ժողովրդին որպես հաղթանակ, եթե լուրջ սպառնալիքի տակ են ոչ միայն 22 թվականից ի վեր նոր զավթված տարածքները, այլև 14 թվականից գրավվածները, խոսքը Ղրիմի մասին է։ Ուկրաինան կործանում է Ղրիմի եւ Զապորոժիեի ու Դոնեցկի մարզերի օկուպացված հատվածների լոգիստիկան, ինչը արդեն ունի զգալի արդյունքներ։ Մայիսի ընթացքում Ուկրաինան գրոհել է Ռուսաստանի 17 խոշոր նավթային օբյեկտներ, այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի դրոնների համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին Մադյարը, նշելով, որ դրանցից ավելի քան կեսը չեն աշխատում արդեն կամ առնվազն մեկ ամսով դադարեցրել են իրենց գործողությունը։ Օկուպանտների Ղրիմ-Դոնեցկ, այսպես կոչված միջանցքը կրակի մեջ է, գլխավոր հետախուզության վարչության ստորաբաժանումները արգելափակում են թշնամու լոգիստիկան իրենց հատվածում, Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ակտիվ գործողությունների դեպարտամենտի դրոնների համակարգերի ստորաբաժանումները հարվածներ են հասցնում Ղրիմ-Դոնեցկ ցամաքային միջանցքին, կաթվածահար անելով ռուսական օկուպացիոն զորքերի լոգիստիկան։ Գլխավոր հետախուզական վարչության մամուլի ծառայության տեղեկություններով դրոնների օպերատորները կրակային վերահսկողության տակ են պահում ժամանակավորապես օկուպացված Բերդյանսկի, Մելիտոպոլի եւ Ջանկոյի միջև ընկած ավտոճանապարհի հատվածները, մոխրացնելով ռուս զավթիչների տեխնիկան խորը թիկունքում։ Արդյունքում Ղրիմում սրվում է վառելիքի ճգնաժամը, Սևաստոպոլում բենզինը ամբողջությամբ սպառվել է, երեկվա տեղեկատվություններն են, երեկվա երեկոյան, ժամանակավորապես օկուպացված Ղրիմում խորանում է վառելիքի ճգնաժամը, բենզինը վաճառում են սահմանափակումներով, դիզվառելիքը բաց են թողնում կտրոններով, իսկ տեղի բնակիչները հայտնում են լիցքավորման կայաններում վառելիքի պակասի մասին։ Սևաստոպոլում օրինակ բենզինը ամբողջությամբ անհետացել է լցակայաններից։ Սևաստոպոլի Գաուլիայի տեր Միխայիլ Ռազվաժաևը հաստատել է, որ AI-92 եւ AI-95 մագնիշի վառելիքը բացակայում է քաղաքի լիցքավորման կայաններում, նրա խոսքով խնդիրները կապված են լոգիստիկ դժվարությունների հետ, նոր ասացի ինչ դժվարություններ են ստեղծում մեր ուժերը։ Սևաստոպոլում նկատվում է նաեւ դիզելային վառելիքի պակաս, միևնույն ժամանակ տեղի բնակիչները եւ Ղրիմյան էջերը հայտնում են, որ խափանումները անդրադարձել են ոչ միայն Սևաստոպոլի, այլև Թերակղզու այլ բնակավայրերի վրա, միտեղ մի քիչ ավելի պակաս, միտեղ արդեն կատաստրոֆիկ։ Մասնավորապես բենզինի պակասի մասին լուրեր են ստացվում նաև Թեոդոսիայից, տեղի բնակիչների խոսքերով որոշ լիցքավորման կայաններում AI-95 բենզինը բաց է թողնվում միայն հատուկ քարտերով, իսկ AI-92-ը լիովին բացակայում է։ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է, որպեսզի նման լուրերը դուրս չգան լրատվական դաշտ, բայց մենք այնուամենայնիվ կարողանում ենք իմանալ։ Վերջերս շատ տարօրինակ, բայց եւ հետաքրքիր իրադարձություններ են կատարվում Ռուսաստանում։ ՀՕՊ-ի ֆինանսավորումը Մոսկվայի համար դարձել է անտանելի բեռ, պաշտպանության համար փող չկա, ով կարող էր մտածել, չէ, որ Ռուսաստանում կարող է փողի պակաս լինել։ Կրեմլը հակաօդային պաշտպանության ֆինանսավորման խնդիրը բարթել է տարածաշրջանների վրա, նույնիսկ Մոսկվան չի կարողանում հարմարվել այդ առաջադրանքին, հայտնում են տեղական ռուսական ալիքները։ Ռուսական քաղաքների ՀՕՊ նորանոր պաշտպանական գծերի ստեղծման ֆինանսավորումը դաշնային կենտրոնը փաստացիորեն տեղափոխել է տարածաշրջանների ուսերին եւ Մոսկվան բացառություն չէ, հենց ՀՕՊ համակարգերը տրամադրում է պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի, այն էլ երբեմն դրանց ստեղծումը ֆինանսավորվում է տարածաշրջանային բյուջեներից, իսկ ահա նախապատրաստական թանկարժեք կոմունիկացիոն աշխատանքները արդեն մնում են մարզերի ու քաղաքների բյուջեների վրա, նույնիսկ մասնագետները ստիպված են լինում վարձվել պաշտպանության նախարարության նախկին աշխատակիցների թվից, հենց քաղաքների ու մարզերի բյուջեների հաշվին։ Ռուսական մեդիան դժգոհում է, որ Կրեմլից հրաման է ստացվել Մոսկվայի ՀՕՊ հովանոցը տարածել նաև մերձ Մոսկվայի վրա, սա հսկայական ծախսեր կպահանջի, ավելի ճիշտ չնախատեսված ծախսեր տնտեսական ճգնաժամի այս ժամանակաշրջանում։ Իդեպ ձախողման դեպքում Կրեմլը հանգիստ կասի, որ դա իրենց խնդիրը չէ, այլ տարածաշրջանների խնդիրն է, եւ եթե ռուսները չեն ուզում կիսաքաղցած ապրել, պետք է նախաձեռնեն Կրեմլում իշխանափոխություն։ Հին կյանքը Պուտինի օրոք երբեք չի վերադառնա։ Ռուսաստանը հնարավոր
հնարավորություն չունի փոխհատուցելու էներգակիրների կորցրած շուկաները, իսկ փողի պակասը աստիճանաբար կխեղդի կյանքի բոլոր ոլորտները։ Եթե ունեք ինքնապահպանման բնազդ, պետք է հասկանաք, որ Պուտինը ձեզ եւ ձեր երեխաներին տանում է կործանման, սեփական անիմաստ իշխանությունը երկարաձգելու համար։ Ուստի, ինչպես դուք ռուսաստանցիները ձեզ մոտ սիրում եք կրկնել, խեղդվողների փրկությունը հենց իրենց խեղդվողների գործն է։ Փրկվեք Պուտինից։ Նա ուզում էր կործանել մեր երկիրը, Ուկրաինան, բայց ֆիասկո ապրեց եւ հիմա կործանում է ձեր երկիրը, օգտագործելով ձեր пассивությունը։ Սա կոչ էր Ռուսաստանում ապրողներին, նրանք ովքեր դեռ ընդունակ են ճիշտ վերլուծել իրավիճակը։ Ամերիկյան կոնգրեսականները հայտարարել են, որ Ուկրաինայի մայրաքաղաքին հասցվող հարվածները համակարգային դարձնելու վերաբերյալ Լավրովի սպառնալիքները վկայում են Կրեմլի խորացող խնդիրների մասին։ Այս մասին ամերիկյան ներկայացուցիչները հայտարարել են Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Կոնգրեսական Ջիմ Հեյմսը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ծայրահեղ բարձր գին վճարել Պուտինի հավակնությունների համար։ Կոնգրեսականի խոսքով ռազմաճակատում իրավիճակը Մոսկվայի համար գնալով ավելի է բարդանում։ Սենատոր Ռիչարդ Բլումենթալը, ով Կիև է ժամանել ամերիկյան կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության կազմում, իր հերթին ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ դադարեցնել աջակցությունը Ուկրաինային։ Մեջբերեմ Ամերիկան չի լքում Ուկրաինան։ Մենք այստեղ ենք երկար ժամանակով։ Մեզ հնարավոր չէ վախեցնել ռուսական սպառնալիքներով, հայտարարել է սենատորը։ Դե տեսնենք, հա, ինչպես ասում են։ Բլումենթալը նաև հայտնել է, որ Ամերիկայում քննարկվում է ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժեղացման հարցը։ Ըստ Բլումենթալի, Ուկրաինան լրացուցիչ Պակի 3 հրթիռների կարիք ունի Պետրիոտ համալիրների համար։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար։ Նրանց, ովքեր դա դեռ չեն արել, խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակման սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ, որ օրը գրեթե 24 ժամ մեր Telegram-յան ալիքից կարող եք ստանալ նաեւ պատկերները մարտի դաշտից։ Միևնույն ժամանակ արևմտյան հատուկ ծառայությունները հայտնում են Հայաստանի դեմ Կրեմլի ստոր ծրագրերի մասին։ Խնդրում եմ այս տեղեկատվությունը ընդունել առանց խուճապի։ Ես մեջբերում եմ այս հաղորդագրությունները զգուշացնելու, այլ ոչ թե ինչ-որ վախենալու համար։ Մենք այստեղ Ուկրաինայում հենց սառնասիրտ հաշվարկի եւ վերլուծության շնորհիվ ենք դիմակայում Պուտինին եւ կարծում եմ հայ ժողովուրդը նույնպես հանգիստ կընդունի իր որոշումները։ Թշնամին ուզենալու է խուճապի մատնել մեզ, բայց մենք դրան հուսամ այդ հնարավորությունը չենք տա։ Խուճապի հիմքեր կան, ռազմաճակատում իրավիճակը օրեցօր վատանում է Պուտինի համար եւ այն ամենը, ինչ նա մտահղացել է, կարող է իրականացվել միայն քարոզչության եւ 5-րդ Շարասյան միջոցով, ինչը հայաստանյան կառույցները կարող են հանգիստ կանխել։ Պարզապես ես հիմա կցիտեմ Reuters-ի տեղեկատվությունը, Կրեմլը փորձում է տապալել Արևմուտքի հետ Երևանի մերձեցումը հիբրիդային գործողությունների օգնությամբ, տեղի ունենում ռուսների ակտիվ միջամտությունը Հայաստանի գալիք ընտրություններին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը անելով արևմտյան հատուկ ծառայությունների աղբյուրներին։ Սառը պատերազմների ժամանակից ի վեր Հայաստանը գտնվում էր Մոսկվայի ազդեցության ուղեծրում, սակայն վերջին տարիներին իրավիճակը արմատապես սկսել է փոխվել։ Երևանը աստիճանաբար, բայց անկասելիորեն մերձենում է արևմուտքի հետ։ Սա Reuters-ի ձևակերպումներն են, խզելով էներգետիկ, տնտեսական եւ քաղաքական կապերը Ռուսաստանի հետ։ Ինձ թվում է մի փոքր Reuters-ի աղբյուրները փորձում են ավելի վառ ներկայացնել իրականությունը։ Ըստ նրանց Կրեմլը փորձում է կանգնեցնել այս գործընթացը։ Այժմ խոսքը Կրեմլի բազմամակարդակ հիբրիդային գործողության մասին է, որը ներառում է տնտեսական եւ էներգետիկ շանտաժ, ապատեղեկատվության հոսքեր, ինչպես նաեւ ծրագրեր երկիր մոտ 100,000 հայերի տեղափոխելու վերաբերյալ, որպեսզի նրանք քվեարկեն հանուն ռուսամետ ուժերի։ Իմ կողմից ավելացնեմ, որ սա մեկ օրվա բան չէ եւ եթե նման պլաններ արդեն սկսվել է իրականացվել, ապա համապատասխան մարմինները Հայաստանում պետք է աչալուրջ լինեն եւ ստուգեն։ Վերադառնանք Reuters-ի տեքստի ցիտմանը, Մոսկվան այժմ փորձում է Հայաստանում իշխանության բերել ռուսական արմատներով միլիարդատերներին, որոնք այսօր դատում են երկրում իշխանության տապալելու կոչերի համար։ Նշեցնեմ, սա Reuters-ի ձևակերպումներն են։ 25 թվականի հոկտեմբերին Կրեմլը հիմնել է հատուկ վարչություն, որը համակարգում է Հայաստանի դեմ գործողությունները, հատկապես տագնապալի են թվում Հայաստանին լոյալ ընտրողներ բերելու ծրագրերը։ Մեջբերեմ 5 աղբյուրների համաձայն վերջին ամիսներին ռուս պաշտոնյաները քննարկել են Ռուսաստանում բնակվող հայերին Հայաստան ուղարկելու հնարավորությունը ռուսամետ քաղաքական գործչի օգտին քվեարկելու համար։ Ռուսական իշխանությունները հաշվարկել են, որ 100,000 ընտրողի տեղափոխումը կարժենա մոտ $50 միլիոն։ Մայիսի կեսերին Կրեմլը
Քրեմլը սահմանել է քվոտաներ, թե յուրաքանչյուր տարածաշրջանի համար քանի հայ պետք է ուղարկի եւ խնդրել է վարչակազմերին զեկուցել նախապատրաստական աշխատանքների մասին, ասվում է Reuters-ի հոդվածում։ Ես հղումը կդնեմ մեր եթերի նկարագրության մեջ, ովքեր անգլերենին տիրապետում են, կարող եք սկզբնաղբյուրից տեղեկանալ։ Նախնական տվյալներով այսօր Ռուսաստանում բնակվում է մոտ 2 միլիոն հայ, համեմատության համար բուն Հայաստանում բնակվում է 3 միլիոն քաղաքացի, սա նույնպես Reuters-ի թվերն են։ Reuters-ը Նիկոլ Փաշինյանին արևմտամետ է համարում եւ նշում, որ հարցումների համաձայն նա վստահ հաղթանակ կտանի գալիք ընտրություններում ստանալով ձայների մոտ 30%-ը։ Կարապետյանի ռուսամետ ուժը զգալիորեն զիջում է ունենալով ընդամենը մոտ 6%, նշում են Reuters-ի աղբյուրները։ Տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին մեծացել են Փաշինյանի կյանքի եւ առողջության համար ռիսկերը, մտավախություններ կան, որ Մոսկվան կարող է փորձել ֆիզիկապես հեռացնել արևմտամետ քաղաքական գործչին։ Իսկ թվում է այս բաժնին Հայաստանի հատուկ ծառայությունները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն։ Կրկնվեմ, հոդվածի հղումը կդնեմ եթերի նկարագրության մեջ։ Մեջբերեմ ամերիկացի գործող եւ նախկին պաշտոնյաների, ինչպես նաեւ իրավիճակին ծանոթ երրորդ անձերի խոսքով վերջին տարիներին ամերիկյան կառավարության որոշ կառույցներ, ներառյալ կենտրոնական հետախուզական վարչությունը, ՑՌ-ուն, գաղտնի օգնել են Փաշինյանին նրա անձնական անվտանգության ապահովման գործում։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ օգնությունը ներառել է տեղեկատվության փոխանակում պոտենցիալ սպառնալիքների մասին, նշում է Reuters-ը։ Նորից կրկնեմ, որ հղումը կտեղադրեմ եթերի նկարագրության մեջ։ Կարճ պատմեմ ձեզ այս շաբաթվա հիմնական միջազգային իրադարձությունների մասին։ Շվեդիա կատարած Վլադիմիր Զելենսկու այցի արդյունքները իրոք շատ տպավորիչ են։ Ուպսալայի ռազմաբազայում վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ բանակցությունները ավարտվեցին տեկտոնիկ ճեղքումով, եթե կարելի է այդպես ասել, մեր ռազմաօդային ուժերի համար։ Ամենակարևորը շվեդական Gripen կործանիչները պաշտոնապես մերն են։ Շվեդիան պաշտոնապես հաստատել է GAC-39 Gripen CD մոդիֆիկացիայի 16 կործանիչներից բաղկացած առաջին էսկադրիլիայի փոխանցումը Ուկրաինային։ Զելենսկին հայտարարել է, որ ինքնաթիռների առաջին խմբականակին եւ վերապատրաստված օդաչուներին մենք սպասում ենք առաջիկա 10 ամիսների ընթացքում։ Սա իհարկե այնքան էլ արագ չէ, որքան մենք կցանկանայինք, բայց իրականությունը սա է։ Այս այցը հիմք դրեց Ուկրաինայի խորհրդային ավիապարկի ամբողջական փոխարինմանը, փաստացիորեն կնքվել է դարի պայմանագիր 150 ինքնաթիռի համար։ Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ մեր երկիրը փուլ առ փուլ Շվեդիայից կգնի Gripen E սերիայի բոլոր 150 նորագույն կործանիչները։ Այս գնումը ֆինանսավորվելու է Եվրոմիության կողմից տրամադրված 90 միլիարդ եվրոյի վարկի հաշվին։ Ավելի քան 2 միլիարդ դոլար նպատակային կերպով հատկացվել է բացառապես մարտական ավիացիային եւ Gripen-ների համար նախատեսված հզոր հրթիռային սպառազինության հավաքածուներին։ Այս ինքնաթիռները կրիտիկական կարևորություն ունեն ռուսական կառավարվող ավիաբոմբերի գրողներին ոչնչացնելու համար։ Գիտեք, որ այդ կառավարվող ավիաբոմբերը ռուսական այն քիչ զինատեսակներից են, որոնց դեմ մենք դեռ քիչ հակաթույն ունենք, եւ գրեթե ամեն օր Ռուսաստանը խլում է խաղաղ մարդկանց կյանքեր հենց կառավարվող ավիաբոմբերի օգնությամբ սահմանամերձ շրջաններում, եւ պետք են շատ լուրջ միջոցառումներ, որպեսզի դրա դեմն առնենք։ Շվեդիան ուղղակիորեն գրեթե 400 միլիոն դոլար է հատկացնում դրոնների համատեղ արտադրությանը։ Կողմերը պայմանավորվել են նաեւ պաշտպանության հակաբալիստիկ նոր համակարգերի ստեղծման շուրջ։ Հյուսիսբալթյան NB8 տարածաշրջանային ձևաչափի շրջանակներում սկանդինավյան երկրների եւ բալթյան երկրների հետ համատեղ շվեդական գրիպենները կատարյալ են Ուկրաինայի համար, դրանք պահանջկոտ չեն, կարող են օդ բարձրանալ հենց ավտոմոբիլային մայրուղիներից եւ ունեն գետնի վրա շատ արագ սպասարկման համակարգ։ Սա հսկայական քայլ է դեպի օդում մեր ամբողջական գերակայությանը։ Իդեպ նշեմ, որ Կանադան նույնպես կսկսի հետախուզական դրոններ արտադրել Ուկրաինայի զինված ուժերի համար։ Իմ կարծիքով Հայաստանի զինվորական ղեկավարությունը նույնպես պետք է ուշադրություն դարձնի գրիպենների վրա, քանի որ F-35-երի համար ամբողջ աշխարհում շատ մեծ հերթ է։ Գրիպենները շատ հարցերում կարող են Հայաստանի պաշտպանության բացերը լրացնել օդում, բայց սա պարզապես գաղափարի տեսքով եմ ներկայացնում, ինձ թվում է Հայաստանի ռազմական ղեկավարությունը ականջալուր կլինի։ Հանգստյան օրվա համար սահմանափակվեմ այսքանով, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ հնարավորության դեպքում տարածել մեր եթերը սոցիալական ցանցերում, դե իսկ եթե հանկարծ մոռացել եք բաժանորդագրվել մեր ալիքներին, խնդրում եմ անել դա, որովհետեւ մենք ակտիվորեն օգտագործում ենք մեր բոլոր 3 ալիքները՝ անալիտիկան,
Հակոբյան լայվը եւ ամբիոնը։ Ձեզ մաղթում եմ ամենալավն ու բարին, եթե որևէ արտակարգ բան չլինի, ապա հաջորդ եթերը այս ալիքում պլանավորում եմ երկուշաբթի օրը, եթե ստացվեց հարցազրույց գրել ամերիկանագետ Ալեքսանդրա Ֆիլիպենկոյի հետ, այն կտեղադրեմ անալիտիկա ալիքում։ Մնացեք բարով եւ ամենագլխավորը անփորձանք։ Մենք մեր հայրենիքի հետ ենք եւ ամեն հնարավոր կանենք, որպեսզի մեր Հայաստանը վտանգներից զերծ պահենք։ Մինչ նոր հանդիպում։